Բարեկամների գործընկերներ, նոյատականի հյուրերն են այսօր Հայազգուզանության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Հովհաննիսյանը։ Այստեղ մեր բանախոսները պետք է ներկայացնեն հետևյալը, ինչպես է Հայազգուզանությունը հեղափոխության մանդատ ստանալու ժողովուրդը։ Խնդրեմ մեր բանախոսների ներկայացնել ինչ հեղափոխության մասին է խոսքը և ինչպիսի մանդատի։ Խնդրեմ, տեսանետով սկսեք։ Խոսքը, եթե մենք ձևակերպում ունեցնենք, ազգային հեղափոխության մասին է։ Մեր համոզմունքով ազգային հեղափոխությունը այսօր ամենայն մեծ պահանջարկ վայելող բան է, որը սակայն ընթացք չի ստանում կազմակերպական բավարար կառուցվածքների բացակայության պատճառով։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում իշխանական ճամբարում, տեսնում ենք ինչ է կատարվում ընդդիմադիր ճամբարում և տեսնում ենք ժողովրդի բացարձակ անբավարարվածությունը այդ գործընթացներով և Հայաստանի հետ կապված որպես օրակարգային խնդիր պետք է արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունից հետո տեղի ունենում մի գործընթաց, որը պետք է բոլոր միջոցներով անպայման կանխել։ Խոսքը հանրապետական կուսակցության միակուսակցական իշխանության հաղորդաշարման փորձն է։ Զուգահեռ Աբազեր Սարգսյանի երես որ կարելի ասել նաև նրա ընտանիքի իշխանությունը կոնտեքստում ներկայացնելու փորձը։ Մենք տեսանք նույն հանրաքվեի ժամանակ ժողովրդական խաղերը ինչպես ակտիվորեն դեմ արտադրեցին այդ ամեն ինչին և վստահ ենք, որ այդ ներուժը պետք է անպայման կազմակերպվի։ Այն գաղափարը, որ մենք ունեցնում ենք շրջանառության մեջ, դա նախընտրության գաղափարն է, այսինքն որ ցանկացած ընտրություններից առաջ միշտ մի ընդդիմադիր ձևաչափ ասպարեզում լինում է ամենաազդեցիկ։ Մեր առաջարկությունն է, թե որպես ժողովուրդը ընտրի նախապես այն թիմի, որը նախընտրական և հատկապես հետընտրական զարգացումների ժամանակ կհամակարգի և կառաջնորդի պայքը։ Մեր առաջարկությունը վերաբերում է այդ ընտրությունը կազմակերպելու սկզբունքներին, դա հրավեր էր մասնակցելու այդ ընտրությանը որպես թեկնածուներ, որպես կազմակերպիչներ, որպես ընտրողներ և հույս ունենք այս տարվա ընթացքում կազմակերպել հենց ազգային հեղափոխության քաղաքական խորհրդի ընտրությունը։ Զուգահեռաբար այդ գաղափարական տիրույթում պատգամավորության թեկնածուների մի միասնական ցուցակ, որը մասնակցելով խորհրդանական ընտրություններին կստանա ժողովրդի աջակցությունը։ Նախապատրաստվել 2017 թվականի Հարցը այդքան մեր նախապատրաստվելը չի, մենք առանցայտեղ կարող ենք խորհրդանական ընտրություններին որ ձևով մասնակցել և ասենք նորեկ կազմակերպությունների համապատասխան ինչ-որ ասենք ռեսուրսների դիմաց ստանալ ինչ-որ քանակի ձայն։ Խնդիրը այստեղ համաժողովրդական հակազդեցությունը, իշխող ճամբարում տեղի ունեցող գործընթացն այդ համաժողովրդական հակազդեցությունը կազմակերպելն է և պայքարը կազմակերպված ունի մեջ դնել ինչ-որ չափով այն արդյունավետ դարձնել։ Խնդիրը սա է։ Իսկ ինչ միջոցներով է պատրաստվում անել։ Օրինակ մենք հիմա տեսնում ենք, որ կան բազմաթիվ նորաստեղծ կուսակցություններ, ընդդիմություններ, ուժեր, որոնք փորձում են այն անել, ինչի մասին որ դուք հիմա խոսում եք, բայց չկա այն արդյունքը, որը կարելի է գնահատել և ասել այս հարցում մենք արդեն առաջընթացում ենք։ Ձեր միջոցները ինչպիսի պետք է լինեն։ Նախ ձեր հաստատումը, որ կան այդպիսի ուժեր, որոնք փորձում են անել նույնը, չէ, այդքան էլ նույնը չի։ Կարելի է հիմնական տարբերությունները թվարկել։ Բոլոր այն ուժերը, ովքեր այսպես հեղափոխական կարգախոսներով են ավելի շատ հանդես գալիս, նրանց մեջ գերակայող ուղղությունը վերջին տարիներին եղել է արտահամակարգային պայքարը։ Մենք չենք խաղում իշխանությունների խաղի կանոններով, մենք փորձում ենք սեփական խաղի կանոնները թույլատրել։ Այս պայքարը վերջին տարիներին տարբեր դրսևորումներ ունեցավ, եղավ ասենք շանտաժի փորձ ինչ-որ մի բան անելու, եղավ նախախորհրդարանի փորձերը, մենք տեսանք դրանց։ Հիմա նոր ձևաչափեր, վերաձևակերպում են ձևաչափերը,
մենք սկզբունքային տարբերությունը որն է մեր առաջարկության եւ իրենց առաջարկության։ Իդեպ ասեմ, որ աղբյուր այս երկու առաջարկություններից կարելի է ասել նույնն է, դա ժամանակին ազատագրված տարածքների պաշտպանության շրջանակում է այս միտքը իր առաջին խմբումը ստացել։ Հետագայում Ժիրայր տանելով դա սարտերապատ, հիմնադիր խորհրդարան եւ մյուս ձևաչափերը, այնտեղ հանեց նրա շատ կարևոր մի կոմպոնենտ։ Դա պաշտոնապես անցկացվող պետական ընտրությունների ժամանակ ժողովրդից աջակցություն ստանալը։ Հենց այդ աջակցության պակասն է, որ այդ խմբագին պարբերաբար ստիպում էր, ասենք, գործակցել այն մարդկանց հետ, ովքեր ունեն այդ աջակցությունը։ Օրինակ Ռաֆիկ Հովհաննիսյանը երբ նախագահական ընտրությունների ժամանակ ստացավ 540,000 քվե, Սարտարապատը հասկացավ, որ դա հենց այն բանն է, որ իրենց միշտ պակասել է, բայց քանի որ մենք հռչակել են, որ չէ, մենք այս իշխանությունների խաղը չենք խաղում, կեղծվող ընտրություններին չենք մասնակցում, ստիպված եղան դիմել կարծես Ռաֆիկ Հովհաննիսյանին, որ պարոն Հովհաննիսյան, արի դու արեք, ինչ որ մենք ենք ուզում անում։ Սակայն կարծում եմ, որ ցանկացած գաղափար ներկայացնող քաղաքական միավոր Հայաստանի կոնկրետ պայմաններից ելնելով չի կարող իր Բաքվում օրինակի համար ինչ-որ ընտրություն կազմի, ինչ-որ գործընթաց կազմակերպի ու ասի, ես իշխանությունների խաղաղարով հիմա Հայաստանի ղեկավարություն, հիմնադիր խորհրդարան եմ, ասելով հիմնադիր խորհրդարան չես կարող տա։ Հետևաբար շատ անհրաժեշտ է, որպեսզի հենց դու քո ծրագրերով մասնակցելով թեկուզ կեղծված ընտրություններին, այդ կեղծված ընտրություններում կա նախորդ տարիների հետ նայենք, միշտ կա առնվազն 600,000 մարդ, որոնց ձայները չեն կորում, որոնք իրենք գալիս քվեարկում են եւ նրանց ձայները չեն գյուղացվում։ Եվ այդ 600,000 մարդիկ են ըստ էության որոշում, թե ով է այս բանին ընդդիմության առաջնորդ։ Եվ եթե մենք կամ որևէ մեկը, որ կմասնակցի մեր նախագծում Հայաստանի առաջարկությունը մենակ իր համար չի, բոլոր մարդկանց համար քիչ թե շատ ազգայնական է եւ արմատական փոփոխություններով է պատկերացնում Հայաստանում պետական ճգնաժամի, Հայաստանի պետության ճգնաժամի հաղթահարումը։ Բոլոր այս մարդիկ իրենց գաղափարներով կարող են գալ մասնակցել, ի վերջո ցուցակ դառնալ, խորհուրդ դառնալ, մասնակցել ընտրություններին ամբողջ ժողովրդի հետ ընդդիմադիր հատվածի մեծամասնության աջակցությունը ստանալ, այս սա է, որ մենք կոչում ենք մանդատ, որը պակասում է բոլոր այն կազմակերպությունների, ովքեր քննադատելով ընտրությունների մասնակցելու փաստը այլ կուսակցությունների, ասում են, որ դա իշխանությունների խաղն է։ Իրենք դատապարտված են երբեք ժողովրդական աջակցություն չունենալու եւ ինչքան էլ լավ ծրագրեր ունենան, ինչքան էլ բարի նպատակներ ունենան, դրանց ծախողն է։ Մենք փորձելու ենք այդ կարևոր կոմպոնենտը ավելացնել վերադառնալ նախագծի նախնական հարազատ տարբերակին եւ այսօրվանից հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր գիտակցում են, որ երրորդ հանրապետությունը արդեն իրենց սպառել է։ Որ իշխող վարչախումբը կամաց-կամաց գնում է ժառանգական բռնապետության ասիական երկրներին հատուկ։ Եվ որ այդ ամեն ինչին հատկապես այս պահին շատ հարմար առիթ է այդ ամեն ինչի վերջը տալու, քանի իրենք էլ անցում են, գնում են դեռևս այդ նոր որակի մեջ չեն կայացել, բոլոր այս մարդկանց մենք փաստորեն կոչ ենք անում միասին ընտրել այն քաղաքական թիմը, որը ղեկավարի պայքարը կամ համակարգի պայքարը ինչ-որ շփոթվելու բոլոր մարզերի այդ ներկայացուցիչներին եւ ընտրություններին մասնակցելով է, թե մենք էլ շատ հասկանում ենք, մենք կեղծելու ենք, բայց ընտրություններին մասնակցելով ստանա ժողովրդի այն աջակցությունը, ինչ որ ժամանակին ստացան եւ չիրացրեցին մյուս անհատ գործիչները։ Մենք հիշում ենք Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպիսի աջակցություն ուներ, բայց փոխանակ այն իրացնելու առաջարկել ժողովրդին ապրել ինչը ավարտվեց մարտի 1-ով, մենք տեսանք, թե ինչպես է Ռաֆիկ Հովհաննիսյանը բացարձակ անպատրաստ ստացած ավելի հզոր մանդատը ռեալիզացնելու համար, չուներ որևէ կառույց, չուներ որևէ, նույնիսկ ծրագրերը շատ անպատրաստ էին։ Ուրեմն մի կողմից մեր այս նախընտրությունը, որ պատրաստվում ենք կազմակերպել, հնարավորություն կտա, որ մարդիկ ճանաչեն այն նոր գործիչներին, որոնք նոր գաղափարներով կգան ասպարեզ, հետո վստահել եւ նրանց արդեն աջակցություն տրամադրելով ակնկալել, որ արդեն կոլեգիալ թիմը չի կատարի այն սխալները, ինչը որ հաճախ կատարում են անհատները։ Մի հարց էլ ես դեպի նախընտրություն, որ ասում եք, այդ նախընտրությունը ինձ մոտ ամենայնպես այդ տպավորությունը դա քարոզարշավի նման ինչ-որ մի բան չի ստացվում։ Անպայման, բայց դա ոչ թե հայազնի քարոզարշավ է, սա շատ կարևոր է։
Այսինքն դուք պետք է կարողանաք այս ամենը հատեղ հասցնել համաշխարհ այնպես, որպեսզի կարողանաք ձեր շուրջը համախմբել։ Իհարկե, աշխուժ, բայց այստեղ մի խնդիր կա, որ ամեն մի տեխնացու, դա նաև նախընտրություն է տեխնացուների համար, ստեղծում է իր կողմնակիցների համակիրների շրջանակը եւ նա պետք է ցույց տա արմատական զանգվածին, արմատական տրամադրություններ ունեցող քաղաքացիների մեջ, որ ինքը արժանի է իր տեսլականը, իր մոտեցումները ավելի իրական են կամ ավելի հետաքրքիր է եւ նա պետք է քվես ստանա նախընտրությունը դա պրայմերիստ է, անգլերեն նախընտրությունը նաեւ հենց նրա համար է, որ այդ թիմը զտված պետք է ունենա, դա նախնական զտում է տեխնացուներ իրական, ոչ թե ասեք հայազն բարչությունը կամ ես բավական արմեն նստում ասում ենք 22 դարից է դա ոչ, այսպեսի մեխանիզմներ են մտածված վարական շենք վիարկությամբ բացարձակապես չկեղծված ազատ ընտրությունների, որ անկախ մասնակիցների քանակից, բայց եթե դրա ռեպրեզենտատիվ մասնակցություն է, այսինքն բոլոր մարզերից, տարբեր սոցիալական խմբերի, մոտավորապես այդ թիմը արտացոլելու է արմատապես մտածող, արմատական մտածողություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումներին։ Մենք դրանով համոզված ենք, դա ունի իհարկե սոցիոլոգիական, գիտական հիմնավորում, դա ունի նաև մեր այսպես մեր համոզմունքը նույնպես դրա օգտին է։ Ես միայն մի կներեք լուսավոր Հայաստանի անուն տվեցիք եւ այլն, Արմենը պատասխանեց մեր տարբերությունները, ասենք, այլ արմատական բայց լուսավոր Հայաստանը, քաղաքացիական պայմանագիր եւ այլն, ես ոչ գնահատական եմ ուզում տալ այդ կազմակերպությունը, տարբեր վերաբերում եւ շատ անձնական է, որովհետեւ Հայաստանը չունի ինչ-որ ընդհանրական որոշում, թե այս կամ այն կազմակերպության ինչպես պետք է վերաբերվենք, բայց եկեք լրջորեն տարբերակենք բարեփոխական ուժերը, թեկուզ ամենալավ նպատակներով եւ ամենալավ մարդկանցով այսպես համալրված, որոնք գտնում են, որ երրորդ հանրապետությունը այո վատ վիճակում եւ այլն, բայց մերն է, եկեք կարգի մարդկանց ընտրենք ազգային ժողովում։ Եվ այդ բարեփոխումների հիմնական բանը տեսնենք հեղափոխությունն է։ Մենք բարեփոխման ռեսուրս այս երկրում չենք տեսնել։ Խնդիրը ոչ թե նա է, որ բարեփոխումը վատ բան է, եւ մենք մորագար հեղափոխականներ ենք, որ կյանքը գործում ենք իրենք հեղափոխությանը, մենք այս երկրի բարեփոխման, երրորդ հանրապետության բարեփոխման աշխարհ չենք տեսնում։ Հանրային հեղափոխություն բարին հարցի մեջ շեշտեցիք, թե շեշտադրին կարծեք այդ բարի բառը։ Փորձել մի քիչ մեկնաբանել, ինչ ենք հասկանում հեղափոխություն ասելով։ Ակնհայտ է, որ դա ապստամբություն չի, ապստամբություն պլանավորել է գերագույն հիմարություն։ Դրա մասին խոսելը չեմ ասում, այլ հենց պլանավորել ինքնին արդեն գերագույն հիմարություն է, որովհետև ոչ մի կազմակերպություն իրականում ոչ մի ապստամբություն չի կարող անել, ապստամբությունը միշտ նախաձեռնում է իշխանությունը իր սալ գործողություններով ժողովրդին տրամադրելով իր դեմ եւ մղելով ինչ-որ ակտիվ հակազդեցություն։ Ուրիշ տարբերակ ապստամբությունների գոյություն չունի։ Հաճախ ասենք տարբեր կազմակերպությունների, երբ որ ժողովուրդը շատ ընդդիմադիր լինելով եւ մեծ փոփոխություններ սպասելով, երբ որ չի աջակցում, հաճախ աջակցությունը հենց դա նկատելով, որ այդ մարդիկ ապստամբություն են պլանավորում։ Դա երբեք չի կարող աշխատել։ Մենք ապստամբություններից իհարկե չենք վախենում, եթե դա լինի հաստատ չենք վախենի, ժողովուրդը եթե ապստամբեց, մենք չենք գնա մեր տնօրենով ասենք չէ, այսպեսի բան կա։ Սակայն որևէ ապստամբության պլանավորման մասին խոսք լինել չի կարող։ Հեղափոխությունը դա այն է, ինչ որ սովորաբար պետք է տեղի ունենա իշխանափոխությունից հետո։ Կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ, այսինքն կարող է պատահել բան մարդիկ, ովքեր ինչ որ կան նույնը պահեն, այս օլիգարխին անեն, մեկը իրենց օլիգարխ նշանակեն, կամ ինչ որ թեթև բարեփոխումներ իրականացնեն, ասեն Եվրասիական միությունից մեզ հանեն, լցնեն եւ ասոցիացիան մեջ եվրոպական միություն։ Առավել այլանդակ ինչ-որ դրսևորումները դադարեցնեն։ Սա չի լինի հեղափոխությունը Հայաստանի պետական փիլիսոփայության սկզբունքային փոփոխությունն է։ Մեր շարքերում այն մարդիկ են, այնպիսի մարդիկ կան, ովքեր այդպիսի փոփոխությունները պատկերացնում են, արդեն ինչ-որ գրում են դրա մասին, բանավոր արտահայտվում են, եւ մենք ակնկալում ենք, որ այս նախագծի մասնակցել ուրիշները, ովքեր ունեն համանման, թեկուզ մերինից տարբեր նման մոտեցում, հիմնովին ինչ հիմնարար փոփոխությունները պետք կատարել Հայաստանում, որպես այն վերջապես դառնա ազգային պետություն։
կամ օլիգարխիական համակարգը հասկանալի է, դա թյուրիմացություն է, համատեղելի չի Հայաստանի գոյությունը օլիգարխիական համակարգի հետ, սա հասկանալի է, բայց օլիգարխիական համակարգի հիմքերի ոչնչացման, ապագայում դրա վերաստեղծումը բացառելու ինչպիսի առաջարկություններ կան։ Ինքնիշխանությունը պահպանելու եւ ամրապնդելու եւ ամեն ինչ ինքնիշխանության սկզբունքով բոլոր դիրքորոշումները, բոլոր պետական որոշումները ինքնիշխանությունից բխեցնելու ինչպիսի եղանակներ կան, կոնկրետ առաջարկություններից սկսած վերջացած սահմանադրական լուծումները, որոնք կապահովեն մեր ինքնիշխանության վերարտադրությունը, այլ ոչ թե ասենք իշխող այս կամ այն խմբակի Բացառությամբ նախագիծ եք մշակել, նախագիծ եք ներկայացնում, իսկ ում հետ եք համագործակցում, այսինքն ձեր նախագիծը պետք է հասանելի լինի նաև հանրությանը, կառույցներին, ինչու՞ չէ որոշակի ուժերի, որոնք ցանկանում ձեր կողքին լինել եւ միասին համատեղ լուծեք այս հարցը։ Նախագիծը մի քանի օր է, ինչ դրված էր արդեն հրապարակային շրջանակության մեջ, սակայն դրանից առաջ են արդեն գործակցությունի բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կարող են իրենք էլ մասնակցեն այս գործընթացին որպես թեկնածու, որպես ընտրական հանձնաժողով եւ կազմակերպիչներ, որպես ասենք հովանավորներ եւ տարբեր կարգավիճակներով մենք արդեն որոշել ենք տարածելու չեք տալիս, ովքեր ձեզ դիմում են, դուք նրանց հետ համագործակցում եք։ Մինչև հիմա մենք ենք դիմում, բայց չափանիշները տարանջատման մեկն են։ Մենք ունենք մի քանի գաղափարական սկզբունքներ, որը որոշում են, այս մարդը ազգայնական դիրույթում է գործում, թե ոչ։ Դրանք շատ քիչ են, 5-6, ասենք, ինքնիշխանությունը, հայրենատիրության սկզբունքը, ոչ մի տարածքան չի կարելի, հայ-թուրքական սահմանը ճանաչել չի կարելի եւ այլն։ Սահմանադրականության սկզբունքը եւ սահմանադրության ընդունման սկզբունքը, չգիտեմ, լեզվի հետ կապված սկզբունք, բնական 6 չափորոշիչներ։ Կեսեջի վրա դա բավական լայն է, դրանք ներառական են, այսինքն եթե մենք 7 էջ ենք մանրամասն ներկայացնախ մենք հայացնում, ոչ բոլոր հարցումներն բնական մոտեցումներ ունենք, այնքան լավ մեր շրջանակի համար։ Ապահովելու համար լայն ներառականություն, մենք ընտրել ենք այն սկզբունքները, այն անկյունակարերը, որից դուրս արդեն մեր ընդհանուր գաղափարական դաշտից մարդը դուրս է, եթե մարդը ասում է, որ Հայաստանը պարտադիր պետք է Եվրասիական միության անդամ լինի կամ Եվրամիության անդամ լինի, դա մենք կտրականապես մերժում ենք որևէ պետական կառույցի միանալը։ Մենք Հայաստանակենտրոն մոտեցում ունենք, ինչը մենք կողմ ենք համագործակցելու բոլոր կառույցների եւ պետությունների հետ խաղ, բացի թշնամավար դրամադրված պետությունների։ Այսինքն այդ նախագիծի հիմա ինչ տարբերակով եք դուք ներկայացնում, ինչ որ տեքստ է, որը համաժողով ենք արել, անցի 19-ին արեցինք համաժողով, որտեղ հրավիրված էին եւ լրագրողներ, հրավիրված էին եւ մեր անդամներ եւ համագիներ եւ մարդիկ, որոնց նախապես աշխատանք էր տարվել անհատական, հա, մարդիկ եկան եւ մենք այսպեսի ձևաչափ որոշեցինք, որ սա համագումար չէ։ Մեր կամավոր ցանկացավ հայազնականները Արմենը ներկայացրեց այս նախագիծը բավական մանրամասն։ Դրանից հետո եղան ելույթներ, ամեն մեկը իր պատկերացումն էր ասում, մի քանի ելույթ, թե ինչու է պետք է ազգային հեղափոխությունը կամ ինչու է պետք է ցուցակը, ինչու ենք այստեղ գտնում եւ ինչ սպասելիքներ ունի, եւ ինչ խնդիրներ կան, ազատ ելույթներ մեր կողմից։ Հետո եղավ ազատ հարց ու պատասխան արդեն դահլիճի հետ, որտեղ ոչ հասցողները ոչ հայաստաններ։ Եվ այստեղ ամենակարևորը, որ մենք հռչակել ենք եւ դրա մասին չասցրեց ասել, չնայած շատ այսպես տարօրինակ տեքստ ներկայացրեց։ Այն կնիքը, որ մենք ունենք, մենք գնացված ենք արտադրության նախարարությունը որպես հայաստան կուսակցություն։ Այս համար կրում եմ զուտ երրորդ հանրապետության պայմաններում հավելյալ հնարավորություններ ստանալու, մենք դա չենք դարձնում։ Մենք համակարգի մաս չենք, բայց համակարգը հնարավորություն է տալիս գրանցվել, մենք գրանցվել ենք, այ հիմա մամրը ասպիսին էստեղ տալիս։ Շատ հազվադեպ մեզ հրավիրում են չեն հրավիրում։ Եվ այլն, կարող ենք ինչ-որ պայմանավորել ենք։ Այդ կնիքը մեզ բացարձակապես պետք չի որպես այդպիսին, եւ այն նոր կառույցը, որը կստեղծվի ազատ նախընտրության արդյունքում, ազատ արդար նախընտրության արդյունքում, որը կորոշի թե որ անվանումն է իրեն ավելի հավիր, բնականաբար դա կարող է ինչ-որ ճակատային ընդհանրական անուն լինել, մենք հայազնի դա ընդհանրական կամք
որ հաջողով անկախ այդ ընտրության արդյունքների դուրս գան ոչ, բայց եթե դրանք այդ կանոններից շրջանակներում են, այդ կնիքը կտան, որ իրենք մասնակցեն ընտրություններին, որոշակի իրավական հարաբերությունների մեջ մտնեն եւ այլն եւ այլն։ Հայազնի գոյությունը, նույնիսկ հայազնի գոյությունը, դա ինքնանպատակ չէ։ Դա ընդհանրապես մեր հեղափոխական նպատակների մի դրսևորում է, իրագործման մի դրսևորում։ Եթե ձեր հարցը համագործակցության նաև ենթատեքստում է այլ կազմակերպությունների հետ, հատկապես այլ կուսակցությունների հետ, ապա ասեմ, որ նման համագործակցության փորձերը անգամ առանձնապես չեն արվում, չնայած որոշ շփումներ եղել են շատ փոքր չափի, սակայն ամենասկզբից պարզ է դարձել, որ այս համակարգը այլ կազմակերպություններին հիմնականում չի հետաքրքրում, Այսինքն դուք պետք է համակերպներ ձեր կուսակցության շրջանակը կարողանաք հավաքագրել։ Հարցը մեր կուսակցության շրջանակը չի, որովհետև հայ ժողովրդի մեծամասնությունը չի ուզում որևէ կուսակցության մեջ մտնել, հայ ժողովրդի մեծամասնությունը չի ուզում որևէ կուսակցության մեջ մտնել, մենք իրենց լրիվ հասկանում ենք, մենք էլ չենք ուզում, որ Հայաստանը վառ լինի այնպիսի, որտեղ կուսակցական դառնալու պարտադրանք լինի քաղաքականության զբաղվելը, ճիշտ հակառակը։ Մենք պատկերացնում ենք ազգային որոշումների կայացման չկուսակցականացված համակարգ վարված ազգային պետության սահմանադրությունը։ Խնդիրը այստեղ այլ է։ Քաղաքական արդյունավետությունը պայմանավորված է ոչ թե իրար հակասող տարբեր քաղաքական խմբակների միավորմամբ, այլ ժողովրդի միավորմամբ իրեն դրած ճիշտ ուղղությամբ, որը որ տնտրեն։ Հնարավոր է մեր այս նախագիծը շատ այսպես վարդագույն երազանք է եւ վաղամյուսօր մենք չունենանք դրա բավարար ռեսուրս իրականացնելու ժողովուրդ ասի չէ, ինչ գաղափարներ բերում ձեր ասած իմանալությունը եւ ասենք չէ այլ ընդություն կատարի կամ ժամանակավորապես էլի ընդություն չկատարի։ Այդ տեքստային տարբերակը դուք տարածում եք Մենք այդ տարբերակով մեծ հանդիպումը, որ Արմենը ասեց, դրան հաջորդում են արդեն ավելի փոքր հանդիպումները Մարզելում։ Այդ ունենք հայազնեն կտրվի այնտեղ քննարկման, պարզապես մենք հիմա փորձում ենք նաև ծրագրային լուծում գտնել, ինչպես այդ քննարկումը առավել ներառական ապահովել, կտրվի ազատ քննարկման եւ դա մոտակա մեր շաբաթների ամիսների հիմնական գործը լինելու է այդ նախագծի տարածումը եւ հասցնելը մարդկանց, թե ընդունեն չեն ընդունի, կկարողանան, չեն կարողանա, ինչպես կբացատրենք, որքաններով է արդիական իմանալության համար, դա ցույց կտա ժամանակ։ Եվ այդ հասկում ոչ այդ նախագծի մեջ որոշակի փոփոխություններ առաջանում, անունից սկսած, կանոն չենք ասում, մենք ես պայման ենք 5 տարբեր կանոնների, որտեղ որոշում չենք ասել, եթե 6-րդ, 7-րդն էլ ավելանա, չենք ասել, այսինքն նրանք ովքեր մասնակցելու են գործընթացին, առաջին հերթին որպես թեկնածուներ, երկրորդ հերթին որպես կազմակերպիչներ, հա, ընդրական հանձնաժողով, որը չպիտի թեկնածու լինի, երրորդ եւ տեղերու կազմակերպիչներ, եւ երրորդ խումբը նրանք, ովքեր նաեւ ասենք ֆինանսավորում են այս գործընթացը, իրենց նվիրատվություններով են, բոլոր այս մարդկանց հետ, թե անունը, թե կանոնները այդ ընտրության, թե գաղափարական տիրույթը մենք հիմա առաջարկել ենք, բայց չէ մեկը կարող է գասել, գիտեք, իսկ մեկը որ հանեք, ասենք 10-ով ավելի կմասնակցի, դա ռեսուրսներ դուք ունեք այս բարեգործում, մենք ունենք այն ռեսուրսը, որը բավարար է սկսելու համար, թե եւ ունենք մի մեխանիզմ, որը պետք է ապահովի գործընթացի ընթացքում ռեսուրսներ հետագա փուլերի համար։ Եթե մեր այդ սպասելիքները չարդարանան, բարձր ոչինչ չի, բայց մենք համոզված ենք, որ կհաջողվի դա։ Հաստորեն, եթե այսօր մենք մեր հանդիպումը մի փոքր ամփոփենք, Հայաստան առաջարկում է ազատ նախագծության նախագիծը եւ ոչ անում բոլոր քաղաքացիների ոչ թե ինչ-որ կոնկրետ ուժերի կամ կուսակցությունների միավորվել այդ նախագծի մեջ եւ ձեր հիմնական նպատակը երկիրը հայ ժողովուրդը այս իրավիճակից դուրս բերելն է, դա կլինի թե հեղափոխության միջոցով, թե կլինի ինչ-որ օրինագծերի, թե կամ պայքարի այլ տարբերակներով, դա թե ժամանակը ցույց կտա։ Ես առաջարկում եմ այսօրվա մեր հանդիպումից հետո ժամանակ առ ժամանակ հանդիպել, որտեղ այդ նախագծի մեջ արդեն կան լինելու են կոնկրետ ալտերնատիվ թեկնածուներ են դրվել եւ այլն, այդ ամենի մասին մեր ասուլիսների հանդիպումների միջոցով հայտնենք, տեղեկացնենք հանրությանը։ Մենք փորձենք մեր կողմից աջակցել որպես լրատվական միջոց, իսկ դուք էլ ավելի մանրամասը կներկայացնեք, որովհետեւ այս նախագծի մեջ հաստատ կլինեն բավականին հարցեր, որոնք
Դրա պատասխաններ։ Մենք միշտ պատրաստ ենք այս պատասխաններին եւ նույնիսկ քննադատության, որը հնարավորություն կտա նախագիծ Բանավեճը ընդհանրապես եւ դա մեր ներքին դրված է, մենք բանավեճից չենք խոշնում, մենք գտնում ենք, որ հանրային կյանքը զարգացումը առանց առողջ բանավեճի, որտեղ առողջ բանավեճը արդեն դարձել է կլիշե, որը փաթաթվում է առանց բանավեճի, առանց մտափոխանակման, առանց պայքարի անհնար է։ Ես ուզում նաև առանց ժողովրդի վստահության, որտեղ այսօր հանրությանը հավաքագրել ձեր շուրջը նշանակում է ժողովրդին համոզել, վստահեցնել, որ գոնե այս շարժումը ինչ-որ բան իրենց համար Իրենք մեզ չպետք է վստահեն, իրենք պետք է վստահեն այն բանին, որտեղ իրենք մասնակցելու, վերահսկելու, ֆինանսավորելու, ղեկավարելու հնարավորություն ունեն։ Այնպես որ ձեր գործը բավականին բարդ է, բայց մենք հաջողություն ենք մաղթում, լրագրողներ հարց չունի, Ծառայողների հարց եմ ուզում։ դեպքում եք ավարտել։ Շնորհակալություն։